Մայիսի 18-ին կայացավ Հայաստանի գործող չեմպիոն գավաթակիր և սուպեր գավաթակիր ՆՈԱ ֆուտբոլային ակումբի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են ակումբի ղեկավարությունն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հաղթող թռչունների ակադեմիայի հիմքում ընկած է կրթել ապագա ֆուտբոլիստների։ Երևանյան ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանն իր խոսքում նշեց, որպես ՆՈԱ ակումբ սա մեզ համար նոր երազանքի սկիզբ է։ Գիտեք Sports World AM-ի պատրաստած տեսանյութը առանց մեկնաբանության։ Բարի երեկո, հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր, կառավարության ներկայացուցիչներ, սպորտային աշխարհի ներկայացուցիչներ, ֆուտբոլային աշխարհի հարգելի լրագրողներ, գործընկերներ, շնորհակալ եմ, որ եկել եք։ Այսօր մեզ որպես ՆՈԱ ակումբ ուղղակի սովորական օր չի, մեր համար ոնց որ նոր երազանքի սկիզբ է։ Մենք ինչ կառուցում ենք, մեր փիլիսոփայությունը կառուցել երազանքի շուրջ։ 2.5 տարի առաջ, երբ որ ձեռք բերեցինք ակումբը, շատերի կարծիքը այն էր, որ սա կարճաժամկետ նախագիծ է, փորձում են ստացվի, տեսնել, որ սա ոնց առաջ տևի։ Ես ձեզ հավաստիացնում եմ, մեր նպատակն է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացում, եվրոպական մշակույթի ֆուտբոլային մենք ունենք լավ ֆուտբոլ, լավ մեր հայկական ոնց որ ձևավորված, բայց պետք է զարգացնել այդ եվրոպական ֆուտբոլի ստանդարտների ոնց որ ներդնում։ Մենք ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ, աշխատում ենք։ 2.5 տարվա մեջ բավականին շատ աշխատանք ենք արել, ենթակառուցվածքներ ձեռք բերելու, կառուցելու։ Այսօր մենք արդեն խոսում ենք այլ եզրույթից, ասում ենք դուք տեսաք ինչքան բան ենք արել։ Մենք արդեն 2.5 տարվա ընթացքում արդեն ունենք ցույց տալու, ինչի՞ չէ նաև միտեղ լավ զգալու, որ այսքան բան 2.5 տարում արել ենք։ Այդ արելը շատ ձևավորված, ՆՈԱ-ի շուրջ, լավ մի հատ թիմ շինարարների, նախագծողների, այդ արել են շատ մեծ սիրով, շատ մեծ գիրքով, իրանք էլ են վարակվել ֆուտբոլային էներգիայով ու շարժվում ենք առաջ։ Ես անկեղծ հավատում եմ ՆՈԱ-ն ու այս ամեն ինչը կբերի մյուս ակումբներին, ոնց որ մենք դաշտում մնացած ակումբների հետ մրցակցում ենք, ես հուսով եմ այլ ակումբները նաև ենթակառուցվածքներ կառուցելու, ենթակառուցվածքներ մանկապատանեկան ֆուտբոլի մեջ ներդրումներ անելու առումով նաև տեղել մենք մրցակիցներ կլինենք, այս մակարդակի ոնց որ ենթակառուցվածքներ կառուցենք։ Այսօր մենք ներկայացնելու ենք ՆՈԱ պարկը։ ՆՈԱ պարկը մի հատ մեծ նախագիծ է, ընտրել ենք իտալական ճարտարապետական ընկերություն, ինչ հետո կներկայացնեն, թե մենք ուր ենք գնում, ուր կլինի այս ենթակառուցվածքներ, այս միջավայրը ուղիղ 3-3.5 տարի հետո։ Ես հիմա միկրոֆոնը կփոխանցեմ մեր տաղանդավոր ճարտարապետ Սվետլանային, Ասպեկտ ընկերության ղեկավարն է, տաղանդավոր աղջիկ է, տաղանդավոր մարդ է, այս ամեն ինչ ինքն է օգնել ոնց որ կյանքի կոչելու։ Ինքը կշարունակի, մենք շատ բաներ ունենք, ոնց որ տարբեր բաժիններից է կառուցվածքներ այսօրվա խոսքը, մեկս մյուսին փոխանցելով կշարունակվի մեր միջոցառումը։ Բարի։ Հարգելի տիկնեք և պարոնեք, մեծ պատիվ է ներկայանալ այստեղ, որպես այս նախագծի մի մաս, ճարտարապետ։ Մեր թիմի համար ակադեմիան դառել է ոչ միայն մի քիչ առաջ եմ խոսում
գաղափար միտված հայկական ֆուտբոլի ապագային եւ ես անչափ շնորհակալ եմ դրա մի մասնիկը լինելու համար։ Նոր ակումբը իր ստեղծման առաջի օրվանից ունեցել է տեսլական հաղթողի եւ մենք երբ սկսել ենք մեր նախագիծը անել, մեր կարևորագույն նպատակներից մեկը եղել է այդ հաղթական ոգին ճարտարապետության վերածելու։ Այս նախագծի հիմքում դրված էր երկու գաղափար՝ ուժը ու շարժումը դեպի վեր, ինչպես նոան։ Շարժումը դեպի վեր արտացոլել են շենքի ու պահայած գծերի մեջ, իսկ ուժը պինդ ծավալի մեջ։ Եվ մենք փորձել ենք շենքին տալ մարզիկի հպարտ կեցվածք, առաջնորդվելով ճշմարտությամբ առողջ մարմնում առողջ հոգի եւ փորձել ենք ծավալը ստանալ մարմին եւ մարզիկը նրա մեջ լինի հոգին ու փորձել ենք մաքսիմալ միջավայրը ստանալ այնպես, որպեսզի այդ հոգին կարողանա առաջ շարժվել, զարգանալ ու ավելի անդադ ավելի աճի դեպի վեր։ Ներսում սև ու սպիտակ գույները արտացոլում են խիստ կարգապահությունը, իսկ իր արտացոլանքը արված է նրա համար, որպեսզի մարզիկը իրեն տեսնի կողքից եւ կարողանա գնահատական տալ նրա անցած ճանապարհին ու շարժվի դեպի առաջ, դեպի վերև։ Ուզում եմ նաև մենք չենք մոռացել նաև մեր փոքրերին եւ այժմ վերակառուցվում է փոքր մասնաշենքը, որը արվում է ուժեղացում մաքսիմալ ապահով լինելու համար եւ մաքսիմալ հարմարավետ գտնվելու համար։ Այժմ երևի ցույց կտան արդեն նրա նախագիծը կներկայացնեն։ Շատ շնորհակալություն։ Շրջանակում մենք երկար ժամանակ փնտրտուքների մեջ էինք այն խորհրդանիշի, որը կամփոփի մեր մտածողությունը եւ մեր էներգիան։ Ավանդաբար հայկական թագավորություններում թռչունը եղել է ուժի, նպատակասլացության եւ հաղթանակի խորհրդանիշ։ Եվ մենք գտանք մեր խորհրդանիշը։ Այն արագ է, այն ունի նպատակ եւ այն չի իջնում մինչեւ իր նպատակին չհասնի։ Եվ այն հաղթող է։ Այսպես ապագայի հավակնությունների անցյալի փնտրտուքների մեջ մենք գտանք մեր խորհրդանիշը, որն այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, այն կսավառնի թե Հայաստանում եւ թե Հայաստանի սահմաններից դուրս եւ իր հետ կտարածի գերազանցության ճանապարհի արժեքները։ Ընտրենք։ It does not rush toward victory. It sees the path before taking flight. Rooted in Armenia's ancient winged symbols, the falcon brings heritage into a modern football identity. Its will stays open-winged under pressure, turning resistance into lift. For Noah, it stands for vision, speed, and precision.
the force that moves players forward and keeps supporters believing. Its vision reads the field, finds the decisive moment, and acts one step ahead. Beyond the stadium, it spreads Armenian strength, light, and winning spirit across the world. Its flight makes Noah's journey to excellence visible. Growth, discipline, and the rise from Armenian foundations toward Europe. As a mascot, the Falcon becomes living energy, awakening the stands, uniting the team, and inspiring the next generation. The Falcon is Noah's language of victory, sharp-eyed, open-winged, and driven by the mission to carry the Armenian spirit forward. Շնորհակալություն հարգելի հյուրեր։ Ինչպես պարոն Վարդանյանն ասաց, այս կարճ ժամանակում անհավանական ճանապարհ ենք անցել եւ շատ դժվար է մեկ պրեզենտացիայում, մեկ հոլովակում, մեկ անդրադարձում ամփոփել այն ամենը, ինչ եղել է այս դինամիկ ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ մենք փորձել ենք եւ մենք էլ երբ նայում ենք այս կադրերին, չենք հավատում, որ այս ամեն ինչը տեղի է ունեցել շուրջ 3 տարում, 2.5 տարում։ Ձեր ուշադրությանն եք ներկայացնում Նոայի սպորտային ձեռքբերումներին նվիրված հոլովակը։ In summer 2023, the new management took over FC Noah. Back then, the club had only 3 professional players and rented infrastructure. From that starting point, Noah began its rise. Just 9 months later, in the 2023-24 season, the team finished second in the Armenian League and secured a place in Europe. Then came a full rebuild and a historic 2024-25 season. Noah became the first club in Europe to pass all 4 qualifying rounds of the UEFA Conference League and reach the league phase. A 7-0 win over Slima became the biggest European victory ever for an Armenian club. Then came AEK Athens. Noah defeated AEK, a club valued 10 times higher, and made history for Armenian football. That same season, Noah became Armenian champion for the first time, lifted the Armenian Cup, and set a national record, 19 consecutive league victories. In 2025-26, with a new coaching staff, Noah won its first ever UEFA Champions League match. Hello everyone. It was a nice history. Finally, club as a world place, a nice mascot. I really like it. Let me introduce myself. My name is Alexey Milanov, and I am responsible on behalf of our investor, Mr. Vardanyan, for the whole development of all Noah Park, including the future stadium. And let me talk a bit about the future, about our whole venue. You will see in 2-3 minutes the presentation from our architecture team. Just wanna tell you something about our approach, about the task for Mr. Vardanyan was to create something unique, not only to build the stadium, not only the club stadium, but something unique not only for Armenia, but actually for the whole region. And what we did, we
everybody, of course, is interested about the stadium. That's why I'm focusing a bit on it, about our approach. That's we try to put together not only UEFA requirements, but also FIFA tournament requirements. My personal experience, I worked for the 3 World Cup circles, Brazil, Russia, and Qatar. I delivered 7 stadiums for Russia. I was a technical service director in Qatar for FIFA, and I'm more than 15 years in this business, and that's why I realized a couple of things during all this period, that you cannot just build a stadium. You need to build a venue to be successful. That means that was our choice when it was a tender, architectural tender, and that was the reason why we have chosen this absolutely significant team. I will present it. Let me present you the team. It's a 4 Italian companies with a huge experience. The leader of the consortium is Alfonso Peña Atelier. Alfonso is one of the most recognized architects today in Europe, with a great experience with the venues. He will explain you a bit later about his experience. And he is responsible for identity and for architecture, and there is no better choice than Alfonso for this project. The second one, Carolina Zavanella. Gao Arena. It's most famous, I don't know, one of the biggest and one of the strongest team for stadium operation in Europe, with a lot of also experience across the venues, not only UEFA, only for FIFA. Antonio Capsoni. It's a VNS Society, structural engineering, and actually these guys will tell us how to build a stadium. Without that, all the rest, architectural operation, is not so worth. There also a lot of experience, not only in Europe, also in the Middle East. So we're building in Qatar, quite remarkable building. And the last but not least, it's a Tecna. It's an Italian company, Tecna. Francesca Prenucci, if I'm right, Francesca, if you're saying it. MEP. It's a backbone of the stadium, how it will work and how it will work for decades. Altogether, we believe it's a great team. We all together will do the unique project, absolutely unique, only not for Armenia, but also for the whole region and what we'll create for the stadium itself. I believe it will give their direction for the next 10, 15 years for the club stadiums, not only in this region, but also in Europe. Last point, you will see stadium in this presentation. It's not the final one, it will be changed definitely. The stadium itself deserves the separate event and separate presentation that will be organized by our team later this year, autumn, October and November. You all will be welcome for this event. And now, my final words is it's a great team, great project, unique project, and I'm really proud to be part of this. Ladies and gentlemen, stage is yours. Thank you, Alfonso. Thank you. It's possible to the system for the designs. Possiamo.
Այստեղ նաև ոնց որ ֆուտբոլիստները նաև այնպես են երբեմն նստած, ոնց իրենք իրար կարող եք հանել այստեղ։ Նկարների համար նախատեսված այս սարքը միակն է Հայաստանում, Հայաստանում։ Այստեղ ևս ֆիզիոթերապիայի սենյակը, սա էլի լազերային թերապիայի համար։ Ստեղ թողեք գնացեք, էլի։ Հա, դու եկեք թերապիա, դու այստեղ վերականգնվի։ Սա լազերային թերապիան է եւ սա game ready-ն է ֆուտբոլիստների համար։ Միակ սարքն է։ Նախորդ խաղաշրջաններից որքան որ հնարավորություն եղել հավաքել ենք, այստեղ նաև ստեղծել ենք վերջին ենք գավաթի համակարգության երկրափակչի մարզաշապի կոնֆերենցիաների լիգայի բունից այս մեկը մեր մանկապատանեկան ֆուտբոլի թե եւ այլն երաշտում, որ այստեղ ևս դառնալու հանգարանային հատված եւ փորձել ենք մաքսիմալ խաղաշրջաններով լինել։ Իրականում նախնական նկարում էսա ավելի մուտ լինելով է, ավելի դարձական, բայց հետո հասկացել է, որ երբեմն պետք է ֆուտբոլիստին նաև ենթակապել ավելի սպորտային մշտաբային փորձեր ստեղծել, լինելով ու համապատասխան լուծումներ ստեղծել։ Եկեք նրան առաջ։ Oh, FIFA. Lasi. Hari Nagiani infection. Make просто. Вот very слабый лап. Make просто баланс. Փոքրիկ տրիբունա հետագա պրոյեկտների տեսանենք, այս բան ինքը սենց բուն մարզումային ենթակառուցված է, այս դաշտում էլ հպարտությունն է։ Իսկ ստադիոն Այս խաղադաշտում էլ հպարտություն է, որովհետև Հայաստանում նման որակի խաղադաշտ կարող եմ երաշխավորել, որ չկա, թե իր թեկությունները եւ թե ցանկացած տեսանկյունից Wayne Holmes-ը, որը Նոր Զելանդիայից է եւ այդ նայել է աշխատում Aspire Ակադեմիայում, եկել է ու ամբողջ ընթացքում խաղադաշտի կառուցման մեզ համապատասխան խորհրդատվությունը ցուցաբերել։ Շատ կարևոր է նշել, որ այն գիտելիքը, որ իրենք ունեն խաղադաշտերի սպասարկման առումով, նաև վերապատրաստել են տեղացի մասնագետներ, իրենց մասնագետներն են գալիս, այսինքն որպեսզի այս գիտելիքը չմնա միայն նոայում, այլ նաև հետագայում կարողանանք նաև հայկական այլ ենթակառուցվածքներ սպասարկել եւ աջակցել։
Շատ կարևոր է նշել, որ հենց մեր խոտի սպասարկման թիմը օրինակ մեծ աշխատանքներ ա կատարել հանրապետական մարզադաշտում, երբ մենք խաղում էինք կոնֆերենցիաների լիգայի փուլ, իրենց գիտելիքը դաշտի սպասարկման մասով եւ ցանկացած օպերացիոն հարցում շատ կարևոր ա եղել, որպեսզի այդպիսի մակարդակի միջոցառումներ սպասարկեն, ու մեզ համար մեծ հպարտություն ա, որ լինելով այդքան երիտասարդ ակում, կարող ենք նաեւ մեր գիտելիքը փոխանցել ու ինչ որտեղ նաեւ խորհրդատվությամբ հանդես գալ։ Կարող ենք մինչև դաշտի վերջ քայլել։ Որ մեկը։ Միայն առաջին թիմն է հիմա սրա վրա մարզում։ Մեր խաղային։ Ոնավան դուս։ Ես կողքից լավ նայում։ Այն դեպքեր նաև որ առաջին թիմին հարկավոր կլիներ մարզումներ արհեստական դաշտում։ Ինքն ունի ավտոմատ ոռոգման համակարգ եւ բավականին մեծ թվով թիմերի ասպասարկում։ Առհասարակ մեր թիրախը, մեր նպատակը շուրջ 2500 սան ունենալն է այստեղ։ Այն շենքը մասնաշենքը, որ սկզբում ցույց տվեցինք, շուրջ 1500 երեխայի կարող է սպասարկել։ Այստեղ ուսումնասիրները շատ ցածր են։ Գնդակներին պաշտպանում է քամուց, որոշակի առումով նաև տեսանելիություն է փակում, օրինակ երբ պետք է մեզ տակտիկական առումով որ տեսանելիություն չլինի։ Այստեղ անցկացնում ենք մեր ուժային մարզումները, կան քանդող վարժություններ, ծանր մարզումներ, որոնք որ կարող են հիմնական խաղադաշտին վնասել։ Այդ նպատակով այստեղ կառուցել ենք հատուկ ուժային խաղադաշտ։ Այն հատվածում են հիմնականում կամ տեղափոխվում են այստեղ, այնտեղ կազմակերպչական միջոցառման հետ կապված անհատական կանխատեսումներ են։ Ինքը նաև ինկուբացիոն նպատակներ ունի, այսինքն երբ խաղադաշտերից մեկը վնասված է, կարող են տեղափոխություն անել եւ սերմերն եւ խոտը այնտեղ տանել։ Մի խոսքով այդ ուժային խաղադաշտն էլ նույն բարձր ստանդարտներով, FIFA-ի ստանդարտներով կառուցված խաղադաշտ է հատուկ ուժային մարզումների համար։ Այս ամբողջ տնտեսությունը կառավարելու, այս ամբողջ տնտեսությունը ճիշտ պահելու համար մեզ նաև անհրաժեշտ համապատասխան գույք, համապատասխան տեխնիկա, համապատասխան սերմեր, նյութեր։ Դրա համար շատ կարևոր է ունենալ համապատասխան սերվիս կենտրոն, սպասարկման կենտրոն։ Հիմա առաջարկում ենք գնալ մեր սերվիս կենտրոն ու այնտեղ ներկայացնել տնտեսությունը բոլոր խաղադաշտերը ինչպես պետք է հավաքված շրջի սպասարկներ, դրա համար մենք հատուկ կառուցել ենք սերվիս կենտրոն։ Այս սերվիս կենտրոնում տեղակայված են այն բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են խաղադաշտի սպասարկման համար, դրա մասին հոգ տանելու համար, ցանելու համար, հնձելու համար եւ այլն եւ այլն։ Հիմա կարող ենք ներս գնալ եւ տեսնել թե ինչ սարքավորումներ ենք գնել։ Ես կարծում եմ, որ սա ամենահագեցած տեխնոպարկն է Հայաստանում խաղադաշտերի սպասարկման։ Եվ միակ ֆուտբոլիստների ում լինելու եւ չեմպիոնների ում լինելու հնարավորություն։ 2500-ի դեպքում այսինքն Պիտի եւս նոր մասնաշենք կառուցենք։ Եկեք համեցեք։ Եվս մեկ մասով, երեխաները մեկ մասան մարզում Ձեզ ներկայացնեմ մեր հայ սարքավորումները, որոնցով որ հնարավորություն ունենք փոխանակել, բայց դա ապրում են ուշադրությունից։ Դա հնգող սարքն է։ Սա Հայաստանի ամենամեծ սերմեր ցանող, սերմերի մատակարար մատանողով սարք է։ Սա այրավեր է, որը որ ծաղում է այդպես խոտածածկը և հպվածինականի ծաղկին, այդպես է բրվում։ Մոտիվացնող տեսաշարեր և այլն և այլն։